Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև հարգելի հեռուստադիտող Մեդինֆորմի շրջանակում այսօր անդրադառնալու ենք շատերին անհանգստացնող մի թեմայի մասին, դա արյան զարկերակային բարձր ճնշումն է, նորմայում այն համարվում է 120-80, թե որ պարամետրը ինչ է ցույց տալիս, րոպեներ անց կզրուցենք բժշկի հետ եւ նա ձեզ կբացատրի, նշեմ, որ այսօր հիպերտոնիայի մասին ենք զրուցելու, հիպերտոնիան այն վիճակն է, երբ մարդու արյան զարկերակային բարձր ճնշումը երկար ժամանակ նորմայից բարձր սահմաններում է, խոսքը 1-2 անգամվա մասին չէ, այլ պարբերաբար այդպիսի խնդիր ունենալու մասին է։ Եվ թեմայի շուրջ ես զրուցելու եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի սրտաբան Հարություն Ղազարյանի հետ, բարև բժիշկ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի զրուցակիցն եք։ Նմանապես։ Եվ այսպես արյան զարկերակային բարձր ճնշում, ինչպես նշեցի, այո, դա նորմայում համարում ենք 120-80։ Խնդրեմ նախ ներկայացրեք, թե այս թվերից յուրաքանչյուրը ինչ պարամետր է ցույց տալիս եւ ինչպես է գոյանում։ Ուրեմն զարկերակային ճնշումը, այո, ինչպես նշեցիք, նորմալ համարում ենք 120-80։ Նշեմ, որ վերջին տարիներին զարկերակային ճնշման թվերը ավելի են խստացվել, նախկինում 140 եւ ավել դնում ենք արդեն զարկերակային հիպերտենզիա ըստ աստիճանների ախտորոշումը, ներկա պահին նույնիսկ 130-ը համարվում է բարձրացած զարկերակային ճնշում եւ 140 եւ ավել արդեն կոչվում է հիպերտենզիա, այսինքն հստակ հիվանդություն է։ Այո, այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ ինչու է կարեւոր, մարդիկ ունեն իրենց մեջ ընդունած նորմալ հասկացողություն։ Ասում են ես 140-150-ը իմ նորման է։ Այո, այդպես նշում են եւ նշում են նաեւ, որ այդպես լավ է։ Ուզում ասեմ, աշխարհում արդեն փոխվեց այդ ընդունումները, նույնիսկ աստիճանները հանվեցին եւ 130-ը ավելի խստացվեց զարկերակային ճնշման թվերը։ Շատ լավ։ Եթե երկար ժամանակ մարդը ունի բարձր ճնշում, դա դառնում է, ասես, քրոնիկական վիճակ, այո, ինչի կարող է հանգեցնել այս վտանգը, չէ՞ որ այն վտանգ է իր մեջ պարունակում։ Տեսեք, սովորաբար այո, զարկերակային ճնշումը ինքը լի է տարատեսակ բարդություններով եւ միշտ ես անդրադառնում եմ այս մտքին, որ նա նաեւ կոչվում է թաքնված մարդասպան։ Ինչու՞ համար, որովհետեւ մարդիկ սովորաբար հաճախ չեն իմանում իրենց մոտ առկա զարկերակային ճնշումը, սակայն այս երևույթը արդեն կա եւ տարիների ընթացքում բերում է որևէ վտանգավոր բարդությունների առաջացման։ Նրա հիմնական բարդությունները դրանք լինում են սրտամկանի ինֆարկտը, ուղեղի արյունաշրջանառության տարատեսակ խանգարումները, երիկամների վնասումը, աչքերի եւ անոթների վնասումը։ Իսկ կարող է ստրեսից առաջանալ զարկերակային բարձր ճնշում, սակայն այն լինի կարճատև, թե եթե արդեն խախտվում է այս բաղադրիչը, միևնույնն է արդեն անընդհատ ճնշումը կարող է բարձր լինել պարբերաբար։ Սովորաբար երիտասարդների մոտ տարատեսակ էմոցիոնալ խանգարումների ֆոնին արյան մեջ դիտվում են կատեխոլամինների, այսինքն ադրենալին, նորադրենալին, կորտիզոլի մակարդակի բարձրացում եւ այս ստրեսային իրավիճակներում կարող են դիտվել այո ժամանակավոր ֆիզիոլոգիական զարկերակային ճնշման բարձրացումներ, որը նաեւ համարվում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիան։ Նշենք նաև պատճառները, այո, հիմնականում մենք դա վերագրում ենք այլ հիվանդությունների հետևանքով առաջացած եւ նստակյաց կյանք ունեցողների մոտ է շատ նկատելի, սակայն կարևոր դեր ունի նաև սննդակարգը, ինչպես յուրաքանչյուր հիվանդության հարցում։ Խնդրեմ սկսենք սննդակարգից եւ ինչ կարևոր այլ կոմպոնենտներ կնշեք բացի սննդակարգից։ Շատ լավ, տեսեք, մենք սննդակարգում նախապատվությունը տալիս ենք այն մթերքներին, որոնք ունեն ցածր խոլեստերինի պարունակություն, որովհետև բարձր խոլեստերինի պարունակությունը բնականաբար բերելու է անոթների վնասման, զարկերակների ռիգիդության, էլաստիկության վերացմանը եւ սկսելու է զարկերակային ճնշումը բարձրանալ արյանում։ Վնասակար այլ սովորույթներից է նստակյաց կյանքը, վնասակար այլ սովորություններից են ծխախոտը, որը իհարկե շատ է տարածված արդեն աշխարհում։ Ինքը համար 1 ռիսկի գործոններից է ծխախոտը, որոնք բարձրացնում են կրկին մահացության ռիսկը։ Խոսքը ոչ միայն այլ խոլեստերինի մասին խոսեցին կրկին ծխախոտի դեպքում, այլ նշում եք նաև արյան զարկերակային բարձրացման, այո, ճնշման բարձրացման դեպքում։ Ծխախոտը ինքնին ոչ միայն վնասում է անոթի պատը, այո, հստակ նա վնասում է։ Նա ունի կանցերոգեն քաղցկեղածին նյութեր, որոնք առաջացնում են շնչական համակարգի ուռուցքներ, շատ հաճախ բերանի խոռոչի ուռուցքներ։ Այն նաև առաջացնում է անոթների սեղմում եւ սեղմված, այսինքն անոթը կորցնում է իր էլաստիկությունը։ Այն այլևս ի վիճակի չի լինում
թուլանալու եւ նեղանալու, այսինքն իր նորմալ ֆիզիոլոգիայի մեջ լինելու։ Սովորաբար առաջացնում է անոթների կծկողականության խանգարում եւ անոթները այդպես կարծրացած է սկսում են մնալ։ Եվ բնականաբար մենք համար 1 վնասող գործոնը դա ընդունում ենք նաև ծխախոտը եւ բոլոր ծաղկերակային հիպերտենզիայի հիվանդներին խորհուրդ ենք տալիս կտրուկ հրաժարվել ծխախոտից։ Սա ես դեռևս խոսում եմ միայն ծաղկերակային հիպերտենզիայի մասին, իսկ եթե խոսենք իր բոլոր հիմնական վատ էֆեկտների մասին, մենք մի քանի ժամ կարող ենք խոսել այդ էֆեկտներից։ Նաև աղի ընդունումը Ինչպես տեսնում ենք, որ շատ է տարածված աղի օգտագործումը, բնականաբար աղը կտրուկ կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը, որովհետև աղը իր հետ պահում է ջուր օրգանիզմում, հա, եւ իզուր չի աղից հետո ջրի պահանջը մարդուն ունենում։ Աղի սննդամթերքը բոլոր տեսակի, դրանց մեջ մտնում են ֆաստ ֆուդերը, շաուրմաները, չիփսերը։ Այ մենք խոսում ենք այն սննդատեսակներից, որոնք վտանգավոր են եւ զարկերակային բարձր ճնշմանն են նպաստում։ Կան սննդատեսակներ, որոնք հակառակը իջեցնում են ճնշումը եւ դրա մշտական կիրառումը կարող է միայն նպաստավոր լինել։ Տեսեք, սովորաբար կան սննդամթերքներ, որոնք իհարկե չեն բարձրացնում զարկերակային ճնշումը, հա, եւ բուսական ծագման սննդամթերքներ կան, որոնք կարող են իջեցնել զարկերակային ճնշումը, բայց դա ժամանակավոր։ Այսինքն ինչ են անում, անոթները լայնացնում են եւ զարկերակային ճնշումը սկսում է իջնել։ Եվ մարդիկ շատ հաճախ դուք լսած կլինեք, որ ասում են բնական միջոցներով, հա, օրինակի համար վերցնենք, ասում են ջերմուկով եւ լիմոնով կամ դարչինով եւ մածունով ճնշումը իջացնում ենք, հա։ Իմ խորհուրդն է, այո, կիրառել կարելի է, ես չեմ ասում չի կարելի, բայց այո, ոչ այդ նպատակով, որովհետև մենք երբ որ ճնշման համար դեղորայք ենք նշանակում հիվանդին, մենք ոչ միայն մեր նպատակն է այդ ճնշումը իջեցնելը, այլ նաև նպատակն է այն բոլոր թիրախ օրգանները, որոնք նշեցի քիչ առաջ, որ վնասվում են ճնշման դեպքում, իրենց պաշտպանելը։ Այսինքն այդ դեղորայքը թողնում են նաև պաշտպանող էֆեկտ այդ օրգանների վրա, եւ որոնք կանխում են ճնշումից առաջացած բոլոր տեսակի բարդությունները, իջեցնում են ռիսկը վնասվելու։ Այո, սուրճը որպես անտիօքսիդանտ շատ օգտակար է համարվում, սակայն արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողներին նշվում է, որ խորհուրդ չի տրվում։ Մի մասն էլ նշում է, որ այն որևէ առնչություն չունի, ինչպիսին է սրտաբանիկա։ Տեսեք, սովորաբար մենք խորհուրդ ենք տալիս, այո, եթե մարդը խմում է, իհարկե չչարաշահելը, խոսքը գնում է սև սուրճի մասին, լուծվող սուրճերը բնականաբար խորհուրդ չենք տալիս, որտեղ նրանք արիթմոգեն էֆեկտ ունեն, այսինքն արիթմիաներ են առաջացնում ավելի շատ։ Սև սովորական սուրճի մասին է խոսքը լինում, 1-2 բաժակ այո թույլատրում ենք, հայկական, այո, 1-2 բաժակ թույլատրում ենք օգտագործել։ Խոսենք նաև այն մարդկանց մասին, ովքեր մշտապես ունեն բարձր ճնշում եւ մշտապես խմում են դեղեր դրա դեմ։ Միգուցե բժշկի նշանակումով, միգուցե իրենց որոշումով, խոսքս այս մասին չէ, այլ այն թե այդ դեղերը կարելի է ամբողջ կյանքում կիրառել։ Սովորաբար տեսեք հակահիպերտենզիվ դեղորայք, այսինքն զարկերակային ճնշման համար կիրառվող դեղորայքները մենք նշանակում ենք ամբողջ կյանքում։ Այսինքն մարդը մշտապես պետք է դա խմի։ Իսկ միգուցե կարգավորվել է արդեն ճնշումը։ Տեսեք, սովորաբար եթե կա արդեն ախտորոշված զարկերակային հիպերտենզիա, հա, եւ չունենք այն իմ նշած ֆիզիոլոգիական մեխանիզմներից առաջացած կարճատև անցողիկ երևույթները, դա սովորաբար ինքնուրույն չի կարգավորվելու։ Այսինքն մշտապես պացիենտը կարիք ունի դեղորայքի ընդունմանը եւ սովորաբար ինչ ենք մենք տեսնում եւ մեր պրակտիկայում մեկ անգամ խախտվելով ներողություն բժիշկ ընդհատելու համար հիպերտոնիան մշտապես ուղեկցելու է ողջ կյանքում։ Տեսեք, եթե կարգավորել հնարավոր է, կարգավորելը ինչու՞մն է, տեսեք, մենք ունենք ախտորոշման հիմնական, այսպես ասած, երբ որ դասակարգում ենք դնում ենք անունը կամ էսենցիալ զարկերակային հիպերտենզիա, որի պատճառը մենք չենք գտնում սովորաբար, հա, եւ մենք իմացնում ենք, որ մեծ մաս դեպքերը դա է։ Եվ երկրորդային պատճառ։ Երկրորդային պատճառները դրանք բազմազան պատճառներ են, սկսված էնդոկրին համակարգից, նյարդային համակարգից, ժառանգական նախատրամադրվածությունից եւ այլ օրգան համակարգերից։ Եվ բայց վերջնակետը ինչն է մեր, իջեցնել զարկերակային ճնշումը, պաշտպանել բոլոր օրգան համակարգերը, կանխարգելել հիվանդի մահացու ելքերը։ Եվ երբ որ մենք ունենք արդեն ախտորոշված բարձր զարկերակային գերճնշում, ինքնուրույն ընդհատել դեղորայքը եւ առհասարակ ընդհատել սովորաբար խորհուրդ չի տրվում, որովհետեւ որևէ էտապում, այո, մի քանի օր կարող է մարդ չունենալ ճնշում չբարձրանա եւ այնպիսի կոչվում է հիպերտոնիկ կրիզ, այնպիսի կրիզ ունենա, բարձր ճնշում ունենա, որը ուղեկցվի միանգամից ինչ-որ մահացու կամ թեկուզ ոչ մահացու ելքով, որը կբերի հիվանդի հաշմանդամության նույնիսկ։
Որքանով է կարևոր հիպոդինամիան քիչ շարժվելը բարձր ճնշում ունենալու գործում։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, այո, մեր օրերում շատ է հիպոդինամիան, այսինքն նստակյաց կյանքը շատ է։ Շատ կարևոր է զարկերակային ճնշման, բուժման եւ կարգավորման մեջ, որովհետեւ երբ որ մարդը դիմում է սրտաբանին, մենք նաեւ սկսում ենք ֆիզիկական ակտիվության մասին մեր խորհուրդները տալ։ Պարտադիր պետք է հիվանդը լինի ֆիզիկապես ակտիվ, քայլի, վազք, լող, այսինքն, բայց եթե կա արդեն հաստատված բարձր ճնշում, միայն ֆիզիկական ակտիվությունը, միայն ֆիզիկական ակտիվության խորհուրդներով մենք չենք սահմանափակվում, միանշանակ մենք սկսում ենք նաև դեղորայքային բուժումը։ Այստեղ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվության հետ սննդակարգի փոփոխությունը։ Այսինքն, երբ որ մարդը դիմեց մեզ եւ ախտորոշեցինք նրա մոտ զարկերակային հիպերտենզիայի բարձր թվեր, օրինակ 160, 170, միանշանակ մենք սկսում ենք նրան ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներով, սննդակարգի մասին խորհուրդներով եւ միանշանակ դեղորայքային բուժումով։ Եվ վերջում կցանկանայի ձեր խորհուրդը ուղղեք մեր հեռուստադիտողներին, այլ պարզապես տոնոմետրը վերցնել, նստել եւ հաշտվել այդ դեղորայքը ընդունելու հետ ողջ կյանքում, վստահ եմ ոչ մեկին էլ հաճելի չէ, ուստի պետք է ձեր զգոնության կոչը մեր հեռուստադիտողի համար շատ ուղեցույց լինի եւ շատ կարեւոր փաստ է, վստահ եմ։ Իմ խորհուրդն է, որ որևէ պարագայում նշանակված հակագերտ ճնշումային դեղորայքը չընդհատել, հետևել ֆիզիկական ակտիվությանը, հետևել սննդակարգին, բացարձակ լիարժեք ձևով հրաժարվել բոլոր տեսակի վնասակար սովորություններից, դրանք ալկոհոլի չարաշահումներն են, ֆաստ ֆուդերն են, ծխախոտն է եւ տարատեսակ այլ նյութեր, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնեմ հիմա, հրաժարվել այդ բոլորից, ընդունել դեղորայքը, ընդունել այն փաստը, որ ունենք զարկերակային գերճնշում եւ այո, այս ընդունվող դեղորայքը իմ կյանքի համար է։ Իմ կյանքի որակի բարձրացման համար է, իմ առողջության համար է, իմ մահացության ռիսկը իջեցնելու եւ երկարակեցության համար է։ Այո, եւ խորհուրդ եմ տալիս նաեւ ընդունել դեղորայքը, ինչի համար, որովհետեւ կյանքը շատ քաղցր բան է եւ ուղակի դնել հրաժարվել ինչ-որ հարևանի խորհրդով, ինչ-որ ազգականի խորհրդով, որ պետք չէ այս դեղորայքը քեզ վնասում է քեզ եւ չենք ունենում, սովորաբար վերջում ունենում ենք մահացու ելքեր։ Այո։ Սիրեք կյանքը, սիրելի հետևորդներ, ընդունեք նշանակված դեղորայքը ժամանակին, ապրեք առողջ եւ երկար։ Շնորհակալ եմ բժիշկ, վստահ եմ շատերը հաշվի կառնեն բոլոր այն կարևոր կետերը, որոնք պահպանել այնքան էլ դժվար չէ։ Ես եւս շնորհակալ եմ։ Հարգելիներս, իսկ դուք հիշեք, որ առողջությունը ամենաառաջնայինն է եւ մշտապես ուշադիր եղեք ձեր առողջության յուրաքանչյուր փոփոխության նկատմամբ ու հետևեք մեր հաղորդումներին կրկին հետաքրքիր թեմաներ լսելու ակնկալիքով։ Այսքանը կհանդիպենք։ Ինչ ջրեն, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի բոլոր հեռուստադիտողներին, մարզասերներին։ Ես գտնվում եմ Hill սպորտային համալիրում եւ ինչպես միշտ ձեզ ցույց ենք տալուց վարժությունների սխալ կատարման եւ ճիշտ կատարման ձև, ինչպես նաեւ մարզասարքերից գրագետ օգտվելու ձևը։ Իմ կողքին Հայկն է, այստեղի մարզիչներից, ողջույն Հայկ։ Բարդես։ Հայկ, այս մարզասարքի մոտ են գտնվում, որը հիմնականում մարզում է մեջքի մկանները եւ նկատել եմ այն բոլորը շատ ակտիվորեն կատարում են։ Հետաքրքիր է, այն սխալ կատարելու դեպքում այն ինչ վնաս կարող է հասցնել օրգանիզմին, նախ դա նշեք եւ երկրորդը այն որ հատվածն է մեջքի հատկապես մարզում։ Վարությունը նախատեսված է, ճիշտ ասացիք, մեջքի մկանների համար է նախատեսված։ Մեջքի երկայնակի մկաններն եք մարզում։ Ահա։ Սխալ կատարման դեպքում մենք կարող ենք վնասել ուսահոդերը։ Ահա։ Շատ ծանր քաշեր ցուցված են այս դեպքում։ Երբ որ տեխնիկա պետք է կատարվի ճիշտ, օրինակ մեր հաճախորդին շատ ճիշտ է կատարում վարությունը։ Նա վաղուց է մարզվում ձեզ մոտ, այո։ Մի քանի տարի։ Եվ այսինքն գրագետ հիմքը նա ունի արդեն։ Միջինում քանի հատ եք խորհուրդ տալիս այս վարժությունը կատարել։ 12-ից 15 հատ ենք կատարում։ Եվ արտաշնչելը պետք է լինի Երբ որ քաշում ենք դեպի ներքև, այդ ժամանակ վերանով արտաշնչ, այո։ Իսկ այս վարժությունը դուք ցույցում եք կատարել ամեն օր, եթե մարդը մարզվում է ամեն օր, թե գոնե այս վարժությունը կատարում ենք մեջքի մարզման օրը։ Երբ որ այդ օրը մենք մոտ մեջքի հատուկ օրեր ունեք այդ օրերին։ Դասակարգում ենք մկանները։ Թե չէ կարող է ծանրաբեռնել մեջքը, եթե ավելի հաճախ մեջքի մկանները, երբ որ մենք մարզում ենք, պետք է թողնենք, որպեսզի այն վերականգնվի։ Հանգիստ ենք տալիս, որ վերականգնվի մկանները։ Շատ լավ։ Փորձեմ ես էլ կատարել։ Ուղղորդեք, արդյոք ես ճիշտ եմ կատարել։
Անիլուպեից հետո տեսնենք ինձ մոտ ինչպես է ստացվում։ Չէ, մի քիչ ավելի ձեռքերը ավելի լայն։ Լայն, այո։ Ահա։ Թիկունքը պահում ենք ավելի բարձր, դանդաղ, մի քիչ գլուխը բարձր։ Թիակները առաջինային թիակները կծկում ենք հետ, պետք չի շատ իջեցնել։ Թիակները կծկում ենք, դանդաղ բարձրանում է վերև։ Իջեցնելուց արտաշնչում ենք եւ դանդաղ բարձրացնում ենք դեպի վերև։ Վերև բարձրացնելը մի քիչ ավելի դանդաղ։ Այո։ Արտաշունչ դանդաղ բարձրանում է վերև։ Շատ լավ։ Այնպես որ հարգելի հեռուստադիտող ես էլ փորձեցի ճիշտ կատարել եւ ստացվեց ինձ մոտ։ Ես սիրում եմ ավելի ծանր քաշերով այս վարժությունը կատարել, դա ճիշտ է կանանց դեպքում։ Այո, բնական է։ Այո։ Էլ ինչ մարզումներ առանց ջուր խմելու։ Այնպես որ պիտ ջրեր, ճիշտ ջուր խմելու ժամանակն է։ Մարզվելիս պարտադիր մի քանի կում պետք է ընդհատ խմել մարզման ընթացքում, որպեսզի օրգանիզմը չհասցնի ծարավել, չորանալ եւ սպառել իր ջրային բոլոր ռեսուրսները։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics